Սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ, սկսում ենք Status Quo հեղինակային հաղորդման հերթական թողարկումը։ Ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, այսօրվա իմ զրուցակիցը ռազմական եւ անվտանգային հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանն է։ Հրաչյա, ողջունում եմ ձեզ։ Մի դիտարկում անեմ մինչև հարցին անցնելը, ես ուզում եմ հիշեցնել ձեզ, սիրելի բարեկամներ, որ այս հաղորդումը քննարկման բանավեճի ձևաչափ է, հա, մի ակնկալեք, որ պիտի հյուրերը, նաև այդ թվում եւ ես ունենանք մենախոսություններ։ Սա քննարկում է, հաճախ շատ լինում է, որ թեժ է լինում է, որ շատ ավելի հանգիստ է, բայց սա քննարկման եւ փորձագիտական բանավեճի ձևաչափ է, որը կարծում եմ հրաշալի մի հնարավորություն է ձեզ համար հետևելու իրական քննարկումներին եւ տարբերվելու նաև ինչ որ առումով սովորական լրագրողական հարցազրույցներից լավ իմաստով։ Պարոն Արզումանյան, sense մի հարց, այսինքն երկու հարց եմ ձեզ հետ հասկանալու։ Մեկը վերաբերում է, այսպես ասած, Ուկրաինա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան գործարքին, հնարավոր գործարքին եւ դրա հետևանքներին, որը բավականին մեծ աղմուկ է հիմա առաջացրել եւ շատերը տարբեր ճամբարների են բաժանվել, համաձայնել, չհամաձայնել, Ուկրաինան կապիտուլացվում է, թե սա իր հաղթանակն է, Ռուսաստանը պարտվում է, թե իր հաղթանակն է, եւ մյուսը, որ վերաբերում է կոնկրետ մեզ, նաեւ այս համատեքստում, սա այն այսպես կոչված խաղաղության գործընթացն է, որը անընդհատ թմկահարում են։ Մենք տեսանք քաղաքացիական հասարակության մի հատ փոքր հատվածի այցելությունը Բաքու, որը շատերը պատմական համարեցին, համարելով, որ դա առաջին քայլն է դեպի խաղաղություն եւ եթե մի բառով ձևակերպեմ, ավելի լավ է այցելել Բաքու, հանդիպել քաղաքացիական ներկայացուցիչների հետ, քան Ադրբեջանի զինվորները լինեն Հայաստանում։ Սա այդ մոտեցումն է։ Հիմա սկսենք Ուկրաինա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան այս ցնջուկից։ Այստեղ մեզ համար կարևոր իմ կարծիքով այն է, որ մեկ եւս պիտի շեշտենք եւ հաստատանք, գիտակցենք, ինչքան է անկախատեսելի Թրամփը։ Ինչքան Թրամփի խոսքը, Թրամփի ստորագրությունը անկախատեսելի եւ ոչ թե պատահական, բայց կարող է շատ լուրջ փոփոխություններ տեղի ունենալ 180%-ով։ Դա նշանակում է մենք որպես պետություն ստացել ենք ունիկալ հնարավորություն կոմունիկացիաները Հայաստանը բլոկադայից հանենք։ Թրամփը դա մեզ օգնում է, որտեղ իրան անունն է դրած եւ հույս ունեմ 3 տարի ժամանակը կունենանք։ Խոսում եք TRIP այդ ծրագրի մասին, հա։ Որը բայց չի ընդհանրում բոլոր կոմունիկացիաները բացում, այլ միայն այդ հատվածի։ Այդպես է խոսում, եթե միայն հատվածի մասին մենք դրա մասին խոսել ենք, եթե միայն այս հատվածի մասին ես խոսում, Հայաստանի համար իմաստ չկա դրա մեջ մտնել։ Եթե Հայաստանը չի ստանում բլոկադա է հանում, եթե քին չի ստանում հնարավորություն Թուրքիայի տարածքով հասնել նավահանգիստներ, երկրի բացել Եվրոպան դեպի Մերձավոր Արևելքը, դա Հայաստանի համար ոչ մի բան, ոչ մի բան չի տալիս։ Հիմնական խնդրումը Հայաստանի տնտեսությունը չի կարողանում զարգանալ, դա բլոկադան է, որի մեջ մենք գտնում ենք Թուրքիայի կողմից կազմակերպված բլոկադան, որը թույլ չտալիս սովորական նորմալ տնտեսությունը զարգանա։ Եթե մենք դա այդ հարցը չեք լուծում, եթե Միացյալ Նահանգները մեզ չեն օգնում այդ հարցը լուծել, մնացածը խոսել իմաստ չունի, որովհետև դա ուղղակի կնպաստի Ադրբեջան-Թուրքիայի լոկալ խնդիրների լուծման, միան կբացեն հարաբերությունները, կառավարության հնարավորություններ հզորանալ ավելի շատ, քան թե կան այսօր։ Մենք դրանից ոչ մի բան չենք ստանում։ Դրա համար այստեղ իմ կարծիքով տեղ չկա խոսալու, բայց Ուկրաինայի հետ դառնալով մենք տեսնում ենք, որ ինչքան կանխատեսելի է Թրամփը եւ այն հայտարարությունը, որը արվել է առաջինը, որը իրոք կապիտուլյացիայի ոճ էր, այդ 28 կետանոց փաստաթղթի մասին հիմա արդեն դարձել է 19 կետանոց եւ այլ, բայց մենք տեսնում ենք, որ այնտեղ շատ դժվար է գտնել ինչ-որ ռազմավարություն, ռազմավարական տրամաբանություն։ Նորից կարելի է տեսնել ինչքան անձնականը ազդում է այդ բարձր քաղաքականության վրա։ Դες մեզ համար, քեզ համար, ինձ համար որպես քաղաքագետներ, փորձագետներ շատ դժվար ժամանակներ է սկսել։ Որտեղ շատ դժվար է հասկանալ, որտեղ օբյեկտիվ տրամաբանական, ռազմավարական, աշխարհակաղակական, տարածաշրջանային տրամաբանությունից ելնելով քայլեր են անում, գործընթացներ են սկսում, իսկ ինչ որտեղ ոչ զուտ էգոիստիկ, ինչ որ անձնական շահերից ելնելով որոշումներ են ընդունում, որը ազդում են ազգերի, պետությունների ապագայի վրա։ Թրամփի մտերիմ շրջանակը, որ այդ
գործառույթությունը սկսել է, այդ աղմուկը հիմա բարձրացել Financial Times-ը մասնացնել հրապարակել է, որ Վիտկովը փաստորեն օգնում էր Կրեմլին ձևավորի ոնց Տրամպի վրա ազդել։ Սովորական աշխարհում դա կլինի պայթելուց ինչ-որ տեղեկատվություն, որից հետո որովհետև փաստորեն ստացվում է, որ քո բարձր աստիճանի պետական գործիչը աշխատում է ուրիշ երկրի շահերի ներկայացման համար։ Բայց Տրամփ ասում է, ոչ մի բան չկա, այդ Վիտկովը կա եւ կմնա, բայց նույն Վիտկովը Գազայում չէ, նույն Վիտկովը Մերձավոր Արևելքում է եւ Հարավային Կովկասում է։ Այո։ Եվ մենք այդ վիճակում ենք հիմա գտնում։ Այդ վիճակում փորձել հասկանալ ինչ քայլեր կանվեն շատ դժվար է եւ հիմա ուղղակի մնում է սպասել Եվրոպայում եւ Ուկրաինայում ինչ որոշում կընդունեն։ Հույս ունեմ, որ Եվրոպան նույն ձևի կնստի սեղանի շուրջ եւ Ուկրաինան կնստի սեղանի շուրջ, ինչ չի եղել առաջի պայմանավորության արժեվ, բայց այստեղ նորից մեծ խնդրեմ է առաջանում։ То есть Ուկրաինան էլ նույն ձևի ես չեմ կարողանում ժամանակ առ ժամանակ տեսնել ռազմավարություն ուկրաինական քայլերի տակ։ Ուկրաինան նույն ձևի սիտուացիվ է աշխատում եւ աշխատում է ավելի շուտ ռազմական տրամաբանություններից դուրս։ Օրինակ հիշում եք, որ ուկրաինական բավարարականին լավ տանում էր խորքային հարվածների արշավը Ռուսաստանի նավթային համակարգի ենթակառուցվածքների խփելով եւ բավականին լավ հաջողություններ է հասել, բայց այդ առաջի անգամը չէ եւ Ուկրաինան մինչեւ վերջ չհասնելով այդ արշավը հետ է կանգնում։ Այդ process-ները կանգնեցվում են, որ ինչը հնարավորություն է տալիս Ռուսաստանին վերականգնվել եւ այն ջանքերը, որ կես տարուց ավել դրվել են առաջ հասնելու ռազմական եւ քաղաքական նպատակներին, ամեն ինչ նոր հետ է քաշվում, կանգնեցվում է։ Դրա համար շատ դժվար է գնահատական տալ։ Բայց ես հույս ունեմ, որ Եվրոպան կկարողանա Ուկրաինայի հետ ստիպել Տրամփին, որ ինքը հրաժարվի այդ լուծումներից, հիմա արդեն Ռուսաստանը չի համաձայն այն 19 կետանոց ծրագրից, որը արդեն Եվրոպան եւ Ուկրաինան ներկայացրել։ Դրա համար մինչեւ տարվա վերջը պատերազմը կարծիքով կշարունակվի։ Բայց հետո մեծ հարց է առաջանում, արդյոք Եվրոպան կարող է կենտրոնանալ եւ հավաքվել ճակետներում, որտեղ Եվրոպան ցավոք սրտի մնում է եվրոպական միություն, մնում է որպես շուկա, մնում է 30 պետությունների ժողովածու կասեմ, որը ընդհանուր շուկայով հավաքված են, բայց որպես աշխարհաքաղաքական կենտրոն ուժ ինքը չի կարողանում հավաքվել։ Եվրոպան չի կարողանում հավաքվել եւ կուտակել հզորություն, ռազմական եւ քաղաքական հզորություն։ Իրան դա ցույց է տալիս իրականացնել Եվրոպայում եվրոպական անվտանգության գործառույթներ։ Եվրոպան չի կարողանում դուրս գա այն ճոխ ժամանակներից եւ եվրոպական անվտանգությունը որոշում էր Միացյալ Նահանգները, Սովետական միությունը եւ Ռուսաստանը, ասենք, հա։ Այդ ժամանակ Եվրոպան ուղղակի շատ կոմֆորտային ազգում եւ անվտանգության հարցերը outsourcing-ատվել Միացյալ Նահանգներին եւ հիմա եւ Միացյալ Նահանգները դուրս է եկել, հրաժարվում է իր պարտականություններից, Եվրոպան պիտի կարողանա հավաքվի եւ դառնա դերակատար եւ դա խիստ կարեւոր է Հայաստանի համար, որտեղ եթե Եվրոպան չի հավաքվում, չի դառնում աշխարհաքաղաքական եւ ռազմական ուժային կենտրոն, Հայաստանի համար ավելի դժվար է լինում կողմնորոշվել մեր տարածաշրջանում Հարավային Կովկասում, ինչ ճանապարհով մենք կարող ենք զարգանալ։ Դրա համար ամեն ինչ անորոշ է, ամեն ինչ անհասկանալի է, ամեն ինչ ինձ համար զայրայլի է եւ կարելի է ասել անձնական է, էմոցիոնալ է հիմա խոսում Գևորգ։ То есть խոսքը գնում է մի մեծ պետության, Ուկրաինա մեծ պետություն է, 50 միլիոն ժողովուրդ, առնվազն 50-60 միլիոն ժողովուրդ, բայց եւ Տրամփը հայտարարում է, որ մինչեւ 26-27 այդ օրը պիտի որոշում ընդունվածնի 6 օրում դու պիտի պատասխան տաս, որ ես կարողանամ ամերիկյան տոնում ինձ լավ զգամ, то есть հասկանում ես մի մեծ պետության ապագան է որոշում։ Բայց սա չի Եվրոպայի ապագան է իրականում սա չի իսկական քաղաքականության իրական դեմքը, այսինքն այդ ցինիզմը, որ միշտ եղել է, ուղղակի դրանք տարբեր դարերում ունեցել են տարբեր դրսևորումներ, հիմա եկել է այսպես ասած այդ եւ պոպուլիզմի եւ կարծես ավելի բաց
խաղալու ժամանակաշրջանը։ Անձնական գործոնը միշտ եղել է եւ կմնա քաղաքականության մեջ, դա չէ ժողտում։ Անձնավորության դերը քաղաքականության պատմության մեջ դա հասկանալի է ընդունել, բայց բացի անձնականից եղել են տնտեսական շահեր, եղել են քաղաքական շահեր, եղել են պետական շահեր եւ ինչ որ բալանս էր կառուցվում, բալանս է տեղի ունենում անձնականի եւ օբյեկտիվորեն ազգային պետական շահերին։ Հիմա մենք մտնում ենք մի դարաշրջան, մի տեղ ենք մտնում, որտեղ այդ օբյեկտիվ շահերը տեսնել շատ ու շատ դժվար է։ Մնում է միայն անձնականը։ Քաղաքական դաշտը ձևավորվում է անձնական շահերից, գործոններից եւ դառնում է անկայուն։ Շատ շուտ փոփոխվող եւ դա ամենը բերում է դրան, որ քաղաքական դաշտը ընդհանրապես համակարգը քաղաքական գլոբալ քաղաքական համակարգը սկսում է քանդվել։ Դա վերջը շատ վատ է լինում Գեորգ, դա վերջանում է մեծ պատերազմներով սովորական։ Մենք արդեն այդ պատերազմների մեջով ըստ էության անցնում ենք եւ հիմա շատերը իհարկե այլ նարատիվ են առաջ տանում, որ մեզ մոտ խաղաղություն է սկսել, խաղաղության դարաշրջան ենք բացում, ավելի ինքնիշխան ենք դարձել։ Մենք որպես մասնագետներ, առավել եւս դուք, որ ըստիս հանդիսանում եք Հայաստանում հիբրիդային պատերազմների լավագույն մասնագետը, եւ եթե ոչ դուք գիտեք, որ այդ պատերազմը գնալով ավելի ինտենսիվանում է մեր դեմ։ Հա։ Եվ նարատիվային դաշտում, կոգնիտիվ դաշտում, անվտանգ, այսինքն տեղեկատվական դաշտում բոլոր առումներով Ադրբեջանը շարունակում է մեզ ճնշել եւ հնարավորինս սխմել եւ անկյուն ես դա հաճախ կոչում եմ փափուկ գաղութացում, soft colonialism կամ colonization, փափուկ չի, կարծում եք, հա։ Չէ, այդ ավելի խիստ process է, հա։ Դե ես, այո, իհարկե, ավելի խիստ process է։ Այո, հենց սա է բանը, իհարկե, ավելի շատ արևմտյան լսանի համար, որտեղ անգամ իրենց համար այդ մեղմ ընկալումը իրենց համար շոկային է, որտեղ իրենք ինչի մասն է խոսքը, չէ՞ որ դուք խաղաղություն եք կնքում, հավասիկ բեռները արդեն Ալիևը թողնում է գա, քաղաքասարակությունը գնացել է այնտեղ, իրենց լավ ընդունել են, իրենց շատ լավ են զգացել, բայց իրականում ինչ է տեղի ունենում այդ այսբերգի ներքևում, էլի։ Այսբերգի ներքևում շատ պարզ եւ շատ կարճ ձևավորվող հայտարարություն է կամ գնահատական այն կողմից, պատերազմը շարունակվում է, ես որպես փորձագետ դա տեսնում եմ։ Պատերազմի ձևերն են փոխվել, դա չի նշանակում, որ պատերազմը վերջացել է։ Այդ առաջինը, երկրորդը պետք է հասկանալ, ընդունել, որ Ադրբեջանը եւ Ադրբեջանի մեջքին կանգնած Ռուսաստանը եւ Թուրքիան որպես տարածաշրջանային եւ աշխարհակաղակական կենտրոններ, որի հետ իրենք համաձայնացնում են Հայաստանի դեմ պատերազմի արշավը, որը մենք տեսնում ենք, այդ բոլոր երեք երկրները մնում են ռազմական տրամաբանության մեջ։ Ադրբեջանը շարունակում է գործել ռազմական տրամաբանության մեջ։ Եվ դա պետք է հասկանալ եւ ընդունել։ Եվ բացի ավելին Ադրբեջանը, եթե մի ասենք հրաշք տեղի ունեցել եւ Իլհամ Ալիևը հասկացել է, որ դա փակուղի է, որը վերջում պայթեցնում է, նաեւ Ադրբեջանը պետք է փոխի իր մոտեցումները եւ իրականացնել ուրիշ քաղաքականություն, Ադրբեջանը Իլհամ Ալիևը դա չի կարող անել, որտեղ Իլհամ Ալիևը 30 տարվա 30 երևի կարելի ասել 25 տարի հաստատ մշակել է եւ ձևավորել է մի հասարակություն, որը մեծացել է, աճել է մի սերունդ ատելության վրա, պատերազմի ատելության վրա Հայաստանի դեմ, դա նացիստական մոտեցում է, զուտ հայերի դեմ, հայերը անընդունելի են։ Եվ Իլհամ Ալիևը մի վայրկյանում չի կարող փոխել իր հասարակությունը։ Եվ ինչի՞ պիտի փոխի նաեւ։ Եթե դա աշխատում է։ Ես ասեմ հրաշք տեղի ունենում, որ ինքը ուզում է փոխի, եթե ուզենա փոխի, ինքը չի ուզում փոխի։ Իրան ձեռ է տալիս այդ ատելությունը եւ այլ, ինքը ունի արտաքին թշնամին, որը թույլ է տալիս պահպանել իշխանությունը, բավականին կոմֆորտային ձևով պաշտպանել իր ավտորիտար իշխանությունը։ Բայց եթե Իլհամ Ալիևը ուզենա, Ադրբեջանի հասարակությունը պատրաստ չէ հայերի մեջ Հայաստանի դեմ տեսնել որպես մի հարևան, ում հետ կարելի է ապրել։ Հայաստանը մնում է այն հարևան երկիրը, որի դեմ դու պիտի պայքարես, եւ պայքարը շարունակվելու է։ Հասկանում ես դա, Գեորգ, ես վերջի ժամանակներս հետաքրքիր նորից ցիտատ եմ հիշել, կարդացել Վան Կրևելդի, Մարտին Վան Կրևելդի ցիտատը,
պատերազմի փոխակերպումը հայտնի աշխատանք 91 թվականի, որտեղ ինքը խոսում է, որ այդպես ցտատ կփորձեմ հիմա ասել, դուք պետք է հասկանաք, մենք հարց չեք տալիս, ինչու մարդը ուզում է հաց ուտել, ինչու մարդը ծարավում է ուզում է ջուր խմել, դա բնական է, եւ մենք պիտի ընդունենք, որ նույն ձևի բնական է հասարակության պետությունների համար վարել պատերազմ, եւ կա պետություններ, հասարակություններ, որոնց համար պատերազմը ոչ թե գործիք է, բայց նպատակ է։ Նպատակ է։ Ռուսաստանի համար, Ռուսաստանի կայսրության համար պատերազմը նպատակ է հասնել իրան շահերին։ Թուրքիայի, Ադրբեջանի համար պատերազմը նպատակ է, այդ նպատակի հասնելու համար իրանք անցնում են ուրիշ ճանապարհով։ Իրանց համար դա բնական ապրելու ձև է։ Եվ հայ ազգը արդեն պատասխանը տվել է, ոնց է կարող նման իրականության հետ հարևանելնել։ Թուրքի հետ կարող ես լինել հարևան, եթե ձեռքդ կա փետ։ Դու պատրաստ ես, ուժեղ ես, կարող ես իրան զսպել ռազմական ուժով զսպես ինքը լինի հարևան։ Մեր հարաբերությունների մեջ դու կարող ես ունենալ խաղաղություն, եթե այնքան հզոր ես, որ Թուրքիան, Ադրբեջանը հասկանում որ Հայաստանի դեմ պատերազմով հարցերը լուծել չկա։ Դա միակ ձևն է հասնել խաղաղության։ Եվ դրա մասին է համապարփակ մոտեցումը եւ ողջ ազգը հավաքվում է եւ ուժային կենտրոնները չեն համարձակվում հարձակվել նման ազգի վրա, նման պետության վրա, որովհետեւ իրանք միասին հզոր են։ Եթե դու այդպես չես մոտենում, ուրիշ ձևի խաղաղություն անհնար է հասնել գյուղ։ Դուք կարևոր բաներ եք անում, շեշտադրումներ, որոնք, չգիտեմ, արդյոք իշխանության ներկայացուցիչները կան այն բոլոր քարոզիչները, որոնք ներկայանում են որպես փորձագետներ, չգիտեն, որովհետեւ պարզ ճշմարտություն են ի վերջո։ Այսինքն պետք է լինել ուժեղ, հատկապես միջազգային հարաբերությունների այսօրվա վայրենի այս համակարգում, ինչ մենք տեսնում ենք շուրջ բոլորը, նույն Միացյալ Նահանգներն է ուժի վրա լուծում իր խնդիրները։ Պատերազմը կուտակում։ Իրաք, Աֆղանստան, Լիբիա, Ռուսաստանն էր խնդիրները այդպես լուծում, անկովքեր պաշտպանվում են, եւս այդպես են լուծում Ուկրաինան, երի զենքի միջոցով է լուծում, ինքը չի ասում, գիտեք, եկեք մենք զենք չվերցենք, դիվանագիտորեն լուծենք այդ հարցերը։ Հայաստանում կարծեք չեն ուզում տեսնել այդ իրողությունները, որովհետեւ ձեռնտու չի։ Եվ հիմա հարց է առաջանում, թե ինչպես է դեպքում մենք շարունակենք նման այս միջավայրում կառուցել մեր անվտանգությունը։ Բայց այստեղ իմ հարցը ո՞րն էր ավելի շատ։ Փաշինյանը նշում է, որ մենք 8 միլիարդ ծախսել ենք զենքի վրա։ Վերջերս Սիպրի, այդ շվեդական Սիպրի կառույցը, որը ներկայացնում է բոլոր գոնե պաշտոնական զենքի առք ու վաճառքը, ներկայացել էր եւ հանրագումարը կազմում է որ 1 քանի միլիարդ։ Հիմա հարց է առաջանում, արդյոք իշխանությունները ստում են, որ մենք 8 միլիարդի զենք ենք առել, եւ ի վերջո այն զենքը, որ մենք տեսնում ենք, դա այն է, ինչ որ մեզ ասում են, թե որ մեզ ասում են, որ մենք սա են գնանք եւ Ֆրանսիայից Հնդկաստանից, բայց իրականում մոտավորապես այնտեղ այդքան մեծ բաներ չեն, հատկապես Ֆրանսիայից դեռ չի եկել շատ այդ Ցեզարները, հնդկականները, ի խնդիրը թե ինչքանն է եկել, ինչքանը չէ։ Մենք ինչի հետ գործ ունենք, պարոն Արզումանյան։ Դժվար հարց է։ Մենք ունենք պոպուլիզմի հետ գործ, մեր հայ իշխանությունները պոպուլիստական են, դա հիմա նորություն չի աշխարհում, շատերն են պոպուլիստական դարձել, դրա համար պոպուլիստական իշխանությունների հայտարարություններին, խոսքերին հավատալ պետք է շատ զգուշորեն այդպես ձևավորենք։ Դրա համար ինչքան արդյոք զենք առել Հայաստանը, ես չգիտեմ, որպես փորձագետ այդ հնարավորությունները չունեմ։ Ես կհավատամ Սիպրիին, լավագույն դեպքում կբազմապատկեմ երկուսով, ասենք, կեսն էլ հայերը Հայաստանը ցույց չի տվել ուրիշ ձևի առել, դա համար 3 միլիարդ ունենք, բայց 7 միլիարդ չունենք։ Ինձ համար այստեղ ուրիշ հարց է, Գևորգ, ավելի մտահոգիչ։ Զենքը պետք է առնես, առած զենքի եւ այլ ռազմաբանի հասկանալի չկա, բայց միայն զենքով չի որոշվում քո մարտունակությունը եւ քո պաշտպանությունը, քո անվտանգության համակարգի հզորությունը։ Բացի զենքից դու պիտի պատրաստես քո անձնակազմը, բացի կենքից դու պիտի կառուցես նոր համակարգ, անվտանգության հարկված ենթակառուցվածքներ պիտի փոխես։ Հիմնականը դու քո հասարակությունը պիտի պատրաստես պատերազմին։ Այսօրվա հայկական Հայաստանի հասարակությունը նույն ձևի անպատրաստ է պատերազմին, ոնց եղել է 2020 թվականին։ Անցել է 5 տարի, մեծ մասով ոչ մի բան չի փոխվել։ Այո, 25 օրվա պայեստազորային հավաքներ են անցկացնում, բայց այստեղ նույն ձևի ստություն է տեղի ունենում, սուտ է տեղի ունենում, որովհետև հավաքվում են որպես պայեստազորի պատրաստման, բայց
իրականում լուծվում է երկու խնդիր՝ պահեստազորի պատրաստումը, ընդհանրեք մի շաբաթ, բայց հետո ավելի շուտ լուծում է ռազմական հերթապահության խնդիրը։ Որտեղ քո բանակը սեղմել ես, ասում ես պիտի փոքրացնես, բայց սահմանները երկու անգամ երկարացել են, դու ունես խնդրեմ ոչ պահեստ սահմանները։ Եվ պետությունը լուծում է, իշխանությունը լուծում է այդ խնդրը պահեստազորի պատրաստության լոզունգի տակ մարտական հերթապահության խնդիրն է լուծում։ Հաջորդ տարի Պապիկյանը հայտարարել է, որ 20,000 քաղաքացի կանչվելու են այդ պահեստազորի։ Դա նշանակում է 20,000 քաղաքացի 25 օրով կտրվելու են տնտեսությունից, հնարավորություններից եւ գնալու են սահմանը պահելու։ Այո, սահմանը պետք է պահել։ Այո, բայց այդ երկու process-ն պետք է տարանջատես։ Պահեստազորի պատրաստումը, քո քաղաքացու պատրաստումը պատերազմին պիտի անցկացնես մի միջոցառումների ծրագրի շուրջ, մարտական հերթապահությունը սահմանը պահելը դա ուրիշ մոտեցում է, որտեղ դու կոնտրակտնիկների, մնացածների մոտեցումներով լուծում ես այդ խնդրը։ Տարանջատի, որ չստացի, որ դու հավաքում ես պահեստազորի պատրաստման համար, բայց լուծում ես ուրիշ խնդիր։ Որ այդ երկու խնդիրները մնում են չլուծված, որտեղ դու չես կարող միշտ 20-30 հազար կանչես տանես ռազմական պահելու սահմանները պահելու համար, բայց չպատրաստեց իրանց հաջորդ պատերազմի համար, դա տնտեսության վնասում է։ Դու իրավունք չունես այդ չեզոչային մեթոդները, որ դու աշխատացնում ես։ Դու պիտի մտածես եւ իրականացնես ամենօրյա մեխանիզմներ, որը աշխատելու են տարիների ընթացքում։ Բայց երբ դու պոպուլիստ ես, երբ դու մտածում ես այսօրվա իշխանության պահելու համար, միայն 2026 թվականի ընտրությունները հաղթելու համար, դու այդպես լայնածավալ երկարաժամկետ պրոյեկտների մասին արդեն չես մտածում։ Դու ես ինձ ոչ թե միայն զենքի պակասն է եւ խոսքերի տարբերությունն է մտահոգում, ինձ մտահոգում է, որ իմ պետությունը Հայաստանի իշխանությունները չեն հայտարարում եւ չեն սկսում իրական մեծ փոփոխություններ, բարեփոխումներ ռազմական ոլորտում, տնտեսական ոլորտում։ Թեև հայտարարեցին, չէ՞, որ կերպափոխում, այսինքն տրանսֆորմացիա պիտի լինի, սերժանտական, ուրեմն ավելի այդ հարթությունն են ավելացնում, կանանց ներգրավվածությունը, երի տարբեր մոտեցումներ։ Դա համակարգված չէ, Գևորգ, դա մնացել է ցավոք սրտի հայտարարությունների մակարդակի վրա, ես չեմ տեսնում այս փոփոխություններ։ Եվ այստեղ որպես փորձագետներ մեզ մնում է շատ նեղ շրջանակ, մենք որպես փորձագետներ պետք է մնանք օբյեկտիվորեն, սառնակշիռ, չմտնենք էքզալտացիայի մեջ, չսկսենք հայհոյել իշխանություններին, որը այդ պոպուլիստ են, պետք է ընդունենք, որ այդպես է։ Եվ խայտյաբը պահեք այդ նշազողերը, որ մենք իրար հարգելով եւ հասարակության տակ հնարավորություն ունենալ նեյտրալ, պրոֆեսիոնալ կարծիքի հնարավորություն, որտեղ պոպուլիստական միջավայրում, պոպուլիստական մաս-մեդիայի շրջանակներում էկոսիստեմայի մեջ ամեն ինչ դառնում է պոպուլիստական, մակերեսորեն, շատ շուտ փոխվող եւ հասարակությունը ուղղակի կորցնում նշաձողները չի կարողանում հասկանալ ինչ է կատարվում եւ դա հիբրիդային պատերազմի հիմնական նպատակներից մեկն է խառնել հասարակությունը այնքան որ հասարակությունը չկարողանա կողմնորոշել ինչ գործընթացներ են իրականում տեղի ունենում դրա համար միջև հնարավորություն կա միջև մենք էլ չենք խնդացել միջև մենք էլ չենք կորցրել մեր ամեն ինչ կատարվածից որը կատարվում է մեր շուրջ պետք է մնալ սառնակշիռ եւ հանգիստ ձայնով ասել, որ ոչ այդպես չի։ Հայաստանը առնում է զենք, բայց դա շատ քիչ է, բացի զենքից պիտի սկսեն մեծ բարեփոխումներ։ Դե նաև ռազմավարություն է պետք թե։ Դրա համար պիտի լինի ռազմավարություն, ազգային անվտանգության ռազմավարություն, ազգային ռազմական ռազմավարություն, հետո պիտի լինի ճանապարհային քարտեզ, հետո պիտի լինի պետական ծրագրեր, ոնց է սկսում այդ փոփոխությունները, ոնց ես դու կարողանում սկսես քո ռազմաարդյունաբերական համալիրի փոխակերպումը, գիրքը որ ես հույս ունեմ այս տարի պիտի տպվի, այնտեղ ես փորձել եմ նկարագրել այն փորձը, ոնց է մնացած աշխարհները, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Եվրոպան, ՆԱՏՕ-ն անցնում է ճանապարհով դասական ռազմաարդյունաբերական համալիրից, ոնց են հասնում նորարարական նորարարությունների պաշտպանողական նորարարությունների վրա կառուցված էկոսիստեմայի հասկացողությունների վրա կառուցված համալիրներ, իրանք են այդ խնդիրները լուծում
Երկրորդը կարող եմ ասել, հա, որ այս տարվա ընթացքում 25 թվականում փաստորեն մենք որպես ոգեզեն համայնք եւ արմիավորում, ռազմամարզական կազմակերպությունների միավորում կարողացել ենք մշակել հասարակության կողմից ոնց ենք մենք տեսնում այդ փոխակերպումը, Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի փոխակերպումը եւ փոխակերպումը դեպի էկոհամակարգ, պաշտպանողական նորարարությունների համակարգ, ոնց ենք մենք տեսնում փաստաթուղթը մոտ 50 էջանոց, որտեղ մենք նկարագրում ենք հավաքել եք այնտեղ Ֆրանսիայի փորձը, Միացյալ Նահանգների փորձը եւ ոնց մենք ենք տեսնում այդ փոփոխությունները։ Բայց ես ընդհանրապես փորձագետ եմ եւ որ ես հասարակության մի մաս եմ։ Բայց ոնց այդ process-ները տեսնում պետությունը, ոնց այդ process-ները տեսնում իշխանությունը, ոնց այդ process-ները տեսնում Սփյուռքը որպես Հայաստանի հայ ազգի մեծ մաս, որը պիտի ներգրավված այդ process-ների մեջ, այդ process-ները չկան Գևորգ, եւ դա շատ մտահոգիչ է։ То есть նորից Ադրբեջանը ռազմական տրամաբանությունից դուրս չի գալու։ Բացի հիբրիդային պատերազմից Ադրբեջանը շատ մեծ տեմպերով ռազմականացվում է, շարունակում է ռազմականացնել։ Ադրբեջանը մնացել է Ադրբեջան։ Ադրբեջանը սպասում է պահի եւ նորից կկարողանա ռազմական, լայնածավալ ռազմական գործողություններով դնի եւ լուծի հաջորդ խնդիրը։ Բացի ջան, շատ մենք պետք է մտածենք դրա մասին։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ, ելի բարեկամներ, հետևեցիք մեր այս քննարկմանը, մենք հյուրընկալել ենք ռազմական եւ անվտանգային հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանին, հաջողություն ձեզ։